Բարև բոլորին, հուսամ բոլորդ լավ եք, ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ եւս կներկայացնեմ հաջորդ շաբաթվա վերլուծությունը, կհասկանանք, թե ինչպիսի օրեր ունեք էներգետիկ առումով, ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Մինչև առաջ անցնելը, հիշեցնեմ, եթե դեռ ծանոթ չեք ձեր անհատական էլեմենտին եւ որ կենթանակերպի տարում եք ծնվել, ապա անպայման սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը, եթե գիտեք, եթե ոչ բաց եք թողնում, դա ոչ մի խնդիր չի առաջացնի անհատական էլեմենտը իմանալու եւ տարվա կենտրոնակերպը որոշելու համար։ Ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո կբացվի նման պատուհան։ Ուրեմն, այս հատվածում նշված է անհատական էլեմենտը եւ այս հատվածում արդեն նշված կլինի ձեր ծննդյան տարվա կենթանակերպը։ Սա կարևոր է, քանի որ իմ բոլոր վերլուծությունները հիմնականում կապված են այս երկու, ուրեմն, պարամետրերի հետ։ Հիմա, եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, որտեղ YouTube-ի վիճակագրությունը հուշում է ինձ, որ 73%-ը դիտողների դեռևս չեն բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին։ Եթե դուք էլ այդ մարդկանցից եք, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք ձեր շրջապատի մարդկանց հետ այս ինֆորմացիայով։ Հիմա միասին կհասկանանք, թե ինչպիսին կլինեն էներգիաները մարտի 16-ից 22 ընկած հատվածում, ինչպիսին կլինի ֆինանսները եւ ընդհանրապես ինչպիսի գործողություններ կարող են կատարել մեր կյանքը ել ավելի լավը դարձնելու համար։ Ինչու համար եմ ես կիսվում այս ինֆորմացիայով, որովհետեւ յուրաքանչյուր օր ունի հատուկ էներգետիկա եւ շատ կարեւոր է, որ մենք կարևոր գործողությունները կատարենք դրական էներգիավորերին։ Եվ եթե դա էլ համապատասխանեցնում ենք մեր անձնական էներգիաների հետ, ապա արդյունքը լինում է շատ դրական։ Ինչպես ասում են, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելու այսպիսի արտահայտություն կա, չէ՞, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Եթե դրան համապատասխան մենք նաև կատարում ենք գործողություն, այսինքն կատարում ենք մի գործողություն, որը համապատասխանում է տվյալ օրվա էներգիաներին եւ համահունչ է մեր էներգետիկային, ապա հաջողությունը միանշանակ կլինի մեզ հետ, հա։ Դրա համար օրերի նշանակությանը ծանոթանալը եւ կիրառելը այս ինֆորմացիան շատ օգտակար է բոլորի համար։ Հիմա ամսի 16-ը, մարտի 16-ը մեզ մոտ հողեղեն ցլի օրն է, ըրջինական օրացույցի եւ այսօր ունենք բացում բնութագրով օր։ Ընդհանրապես բացում բնութագրով օրերը դրանք համարվում են դրական օրեր եւ հենց մարտի 16-ին մենք ունենք էներգիաների շատ լավ դասավորվածություն եւ որը կարող ենք օգտագործել կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ Օրը համարվում է դրական, ուրեմն ցլի, աքաղաղի եւ օձի տարում ծնվածների համար, քիչ թե շատ ոչ բարենպաստ է այծի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը փայտ 9 է։ Ամսի 17, 17-ին ունենք մետաղական վագրի օր եւ օրվա բնութագիրն է փակում։ Փակում բնութագրող օրերին սովորաբար ցանկալի չէ սկսել նոր նախաձեռնություն, ցանկալի չէ ամուսնանալ, ցանկալի չէ բացել բիզնեսը, որտեղ էներգիաները բավականին պասիվ են ու օրը կարող ենք օգտագործենք որոշակի աշխատանքներ ավարտելու համար, ինչու՞ չէ նաև պարտքերի հավաքագրում անելու համար եւս դրական օր է։ Մարտի 17-ը։ Օրը դրական է, ուրեմն վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը կրակ յանն է։ Հիմա անցնենք առաջ, ամսի 18, 18-ին մեզ մոտ մետաղական նապաստակի օրն է եւ օրվա բնութագիրն է հիմնադրում։ Հիմնադրում բնութագրով օրեր դրանք դրական օրեր են համարվում ընդհանուր առմամբ եւ այս օրերին շատ կարեւոր է կատարել պլանավորում, շատ լավ կլինի, որ հիմնադրում կատարեք ինչ-որ մի բանի, այսինքն սկիզբ տաք ինչ-որ մի բանի եւ սկսեք դրա վրա ժամանակ, էներգիա ծախսել, սա շատ կարեւոր է։ Օրը համարվում է դրական նապաստակի տարում ծնվածների համար, այծի, շան եւ խոզի տարում ծնվածների համար եւս դրական է։ Ոչ դրական օր է համարվում նրանց համար, ում ծննդյան տարին ուրեմն աքաղաղն է։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը կրած 9 է։
Ամսի 19-ը մեզ մոտ ջրային վիշապի օրն է և օրը համարվում է առավել բարենպաստ առնետի, վիշապի, կապիկի և աքաղի տարում ծնվածների համար։ Քիչ թե շատ ոչ բարենպաստ է շան տարում ծնվածների համար, եթե ծնվել եք շան տարում, ապա օրը մի օգտագործեք կարևոր ինչ-որ գործեր, նախաձեռնություններ սկսելու համար։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը հող-յան է։ Օրվա բնութագիրն է մաքրում։ Մաքրում բնութագրով օրերին հիմնականում մենք կարող ենք կատարել որոշակի գործողություններ, որոնք կապված են մաքրման աշխատանքների հետ, ազատվենք հին իրերից, մաքրենք մեր դարակները, մաքրենք մեր մտքերը, հարաբերությունները վերջնականապես խզենք, եթե դրանք այլևս չեն նպաստում մեր հետագա զարգացմանը, ընդհանրապես մաքրում բնութագրով օրերը նմանատիպ գործողությունների համար կարելի է օգտագործել և երբեք մի օգտագործեք պայմանագիր ստորագրելու համար, հատկապես պայմանագիր ստորագրելու և որևիցե նոր նախաձեռնություն սկսելու համար, խորհուրդ չի տրվում։ Ամսի 20-ին ունենք ջրային օձի օր։ Նա, ինչպես տեսնում եք, ստեղ դրել եմ աստղի նշան, սա բավականին դրական օր է և օրվա բնութագիրն է լիություն։ Ընդհանրապես լիություն բնութագրող օրերը չինական մետաֆիզիկայում դրանք բնութագրվում են այնպիսի օրեր, երբ եթե ինչ-որ բան սկսում եք, դա կարող է կրկնապատկվել, եռապատկվել։ Ամսի 20-ը ինքը բավականին լավ օր է և եթե նոր ինչ-որ նախաձեռնություն ունեք սկսելու, կարող եք սկսել, կարող եք պայմանագիր կնքել, կարող եք պարտքերի հավաքագրում, կարող եք նոր բիզնես սկսել, նոր բիզնես գրանցել, նոր հարաբերություններ սկսել, օրը շատ դրական է։ Օրը համարվում է դրական ցլի, օձի, ձիու, այծի, կապիկի և աքաղի տարում ծնվածների համար, ոչ բարենպաստ է խոզի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը հող-ինն է։ Ամսի 21-ը մեզ մոտ փայտե ձիու օրն է և ունենք հավասարակշռում բնութագրով օր։ Ամսի 21-ին մենք ունենք էներգիաների հավասարակշռում։ Ինչ է սա նշանակում, երբ որ ձեր ու դիմացի անձանց ուրեմն դիրքերը հավասարակշռվում են։ Եթե ունեք կարևոր հանդիպում, որտեղ դուք պետք է բանակցեք, համաձայնության գաք և ձեր դիրքերը մի քիչ ավելի թույլ են, քան դիմացինինը, ապա այս օրը կարող եք օգտագործել։ Եվ եթե ձեր ծննդյան տարին, ձին է, կամ վագրը, կամ շունը, կամ այծը, ապա այս օրը կարող եք օգտագործել նման նախաձեռնություն իրականացնելու համար։ Ֆինանսական առումով օրը դրական է մետաղյան անհատական էլեմենտը ունեցող անձանց համար և օրը համարվում է քիչ թե շատ ոչ բարենպաստ առնետի տարում ծնվածների համար։ Անցնենք ամսի 22-ին։ Ամսի 22-ը մեզ մոտ փայտե այծի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ նապաստակի, ձիու, այծի և շան տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է մետաղին անհատական էլեմենտ ունեցողների համար, օրվա բնութագիրն է կայունություն։ Կայունություն բնութագրով օրերին ունենք էներգիաների կայունություն, ամեն ինչ շատ ստաբիլ է, այսպես ասած, օրվա մեջ ինչ կարող ենք անել, պարտքերի հավաքագրում, նոր հանդիպումներ, նոր ծանոթություններ, կարող ենք ինչու՞ չէ նաև հաճախել ուրեմն սրբավայրեր, եկեղեցի գնալ, աղոթել եւ այլն եւ այլն։ Այսինքն նման գործողությունների համար եւս շատ լավ օր է մարտի 22-ը։ Այսքանը ամսվա այս շրջանի համար, այս շաբաթվա համար, այն է մարտի 16-ից 22-ը, եթե կլինեն հարցեր գրեք, եթե չկարողանաք կողմնորոշվել, թե ինչպես լրացնեք ձեր տվյալները և իմանաք ձեր անհատական էլեմենտը և կենդանակերպի նշանը, ապա գրեք մեկնաբանություններում ձեր ուրեմն ծննդյան տվյալները, ես մեծ սիրով կպատասխանեմ ձեզ։ Չմոռանաք բաժանորդագրվել, մինչ հաջորդ անգամ։